Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ Եկեցի անուն քո Եկեցե արքայություն քո Եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի Ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թողում ես սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն էլ փրկյազ մեզի չարե Ձգոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյան ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամերես Աստեք սիրելիներ բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիդ խաղաղության ու սիրո մեջ պահի Մեր կյանքի յուրաքանչյուր շրջափուլում ինչ դժվարություններ փորձություններ որ լինում են Պողոս Արաքյալն ասում է եթե հավատում եք Հիսուս Քրիստոսին ուրեմն պատրաստ եղեք նաև հալածանքներին Քրիստոնյայի կյանքը իր առաջին օրվանից էլ հալածանքի կյանք է եւ թե արտաքին թե ներքին հալածանքները միշտ էլ կան առաջինը տեսանելի մարդիկ որ չեն հանդուրժում քրիստոնյաներին իրենց տարբերվող տեսակը երկրորդը մեղքը որ չի հանդուրժում մաքրամաքուր սրբակենցաղ մարդուն։ Գիտեք, հայրերից մեկը մի օր ասում է, դեբին ասում է, արի մեջ բնակվեր եւ գալիս է երկար ժամանակ ու փախնում է, ասում է, ուր ես փախնում, ասում է, մեղք չես գործում, չեմ կարող քո մեջ ապրել։ Հիմա այնպես էլ մեր կյանքի մեջ է, Սուրբ Գիրքն ասում է, մեղքի վարձը մահն է։ Եվ ինչքան որ աշխարհում մարդկության մեղքը շատանում է, այնքան էլ պատերազմները, մահը, հիվանդությունը, բնական աղետներն են մեր կյանքում շատանում։ Քանի դեռ մարդը իր արարչին չի ճանաչել, չի դարձել դեմքով դեպի Աստված, չի կարող աշխարհի մեջ երբևէ խաղաղություն լինել։ Եվ իրականում չի եղել։ Դե դրա համար Հիսուս ասում է. Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ, այն խաղաղությունս աշխարհից չէ, եւ այս աշխարհը չի կարող տալ։ Վերցրեք այդ խաղաղությունը, որպեսզի նախ ասում է ձեր սրտերը չխռովեն, երկրորդ դուք չվախենաք։ Շատ կարեւոր է որ քրիստոնյան իր ներքին խաղաղությունը, հանգստությունը, բա ինչքան էլ ալեկոծությունը, փոթորիկը մեր շուրջը շատ լինի, մենք իբրև վստահ մարդիկ, որ մեր նավի ղեկը հանձնած են Քրիստոսի ձեռքը, կարողանանք առաջ շարժվել։ Ես սա եմ մեզ մաղթում, որ մեր կյանքի մեջ երբեք չվհատվենք, չհուսահատվենք, չնահանջել, հակառակ ինչքան նեղություն, դժվարությունը շատանա, այնքան էլ մենք աղոթքով, մեր առաքինությամբ, սրբությամբ ավելի գրոհ ենք, որպեսզի այդ արհավիքը վերադառնա։ Ամեն մեկից է կախված այդ ամենը հետ դարձնել եւ այդ ամեն մեկը ինքը չպիտի կանի այսօր կամ վաղը, հենց այս պահին, ինչպես Պողոս Արաքյալն ասում է, հենց այսօր է փրկության ժամը, այս պահին։ Մենք շարունակելու ենք Եփեսացիների նամակը այսօր եւ 7-ից 12 համաները պիտի սերտեք։ Հիշում եք անցյալ անգամ 3-ից 6 համաներ որ սերտեցինք, ասացի որ 3-ից մինչեւ 14 համաները Սուրբ Երրորդությանն են վերագրված եւ 3-ից 6-ի մեջ խոսեցինք Հայր Աստծո մասին, թե ինչպես Աստված մեզ որդեգրեց, ինչպես նորից այդ պատիվը մեզ վերադարձրեց։ Այսօր մենք պիտի խոսենք Հիսուս Քրիստոսի մասին։ Իսկ հաջորդին արդեն Սուրբ Հոգու մասին պիտի խոսենք։ Նախ պիտի տեսնենք, թե ինչպես է Աստված այն կետերը, որ թվարկեցի, մեզ որդեգրում է, իր անունն է տալիս մեզ, ավետարանի լույսով լուսավորում է մեզ եւ Սուրբ Հոգու տաճար է դարձնում։ Տեսնենք, թե այդ ամբողջ ծրագիրը, որ Աստված ծրագիր ունի մարդու համար, մարդուն փրկելու համար ինչպես պետք է մեր կյանքում իրագործվի։ Հայր Աստված աշխարհի առաջագործությունից առաջ արդեն գիտեր, որ մարդը պիտի մեղանչի եւ գիներ պիտի լինի իր որդին։ Իր որդու միջոցով պիտի մենք յուրաքանչյուրս կարողանանք փրկվել։ Եվ տեսնենք այսօր Պողոս Արաքյալը ինչպես է այդ ամենը մեզ բացատրում։ 7-րդ համար։ Նրանով է, որ մենք ունենք փրկություն, նրա արյան միջոցով մեղքերի թողություն, ըստ իր շնորհի մեծության չափի։ Հիսուսին ինչի աշխարհ ուղարկեց Աստված։ Նպատակը ո՞րն էր։ Փրկագնումը, չէ՞, մարդու փրկությունը, ազատագրումը մեղքից։ Սա էր գլխավոր ուղարկվելու պատճառը, ինչպես որ Հովհաննես ավետարանի մեջ ասում է, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ միածին որդուն տվեց աշխարհի փրկության համար։ Սա գլխավորն է։ Ուրեմն տեսեք, այս խորհուրդը աշխարհի ստեղծագործությունից էլ ավելի կարևոր է։ Եթե Աստված աշխարհը ստեղծեց իր խոսքով, ապա մարդուն փրկում է իր որդու զոհաբերությամբ։ Հասկացաք, ինչքան մեծ է այս խորհուրդը։ Աստված ասաց թող լինի լույս, եղավ լույս։ Աստված խավարը բաժանեց լույսից, հողը ջրից, ստեղծեց երկինքն ու երկիր խոսքով ամեն ինչով, բայց մարդուն փրկելու համար, աշխարհին
ձերբազատելու համար մեղքի գերությունից զոհաբերեց իր որդուն։ Տեսեք, ինչքան մեծ խորհուրդ է դրված, այսինքն անտեսանելին տեսանելի է դառնում մեր կյանքի մեջ։ Եվ այդ զոհաբերումը մարդուն բերում է ազատագրում։ Ինչպես է լինում, տեսեք, ասում է իր արյամ, չէ՞։ Հիշում եք հրեական օրենքի մեջ ինչ, երբ որ մարդը մեղքեր էին գործում, գալիս էին զոհ էին մատուցում կենդանի արյունով, մարդ չէր մահանում, բայց որպեսզի մարդը փրկվեր, ոչ միայն մեղքերից մաքրվեր, ազատվեր, այլ փրկվեր, կարիք ուներ մեկի զոհաբերության։ Եվ այդ մեկը Հիսուս Քրիստոսն էր, ով հանձն առավ Աստծո ծրագիրը իրականացնելու։ Ուրեմն տեսեք ինչքան կարևոր է Հիսուս Քրիստոսի առաքելությունը։ Գիտակցաբար երկնքից, ինչպես հայրերն են ասում, թողեց իր ամբողջ փառքը, հարստություն, այսինքն հրեշտակներին, Հայր Աստծուն, Սուրբ Հոգուն, Սուրբերի դասես, ամբողջը երկնքում թողեց, իջավ երկիր, մարդացավ, մարդու պես դարձավ, մարդու կերպարանք ընդունեց, բայց առանց մեղքի մնաց, որպեսզի մարդուն նորից աստվածացնի եւ վերադարձնի իր օրենական օջախի մեջ։ Տեսեք ինչ ծրագիր, այսօր այս գործը այսպես ոնց ասեմ, նման է մահապարտի կյանքին, չէ՞, մահապարտը ամեն ինչ թողնում է իր ընտանիքը, իր կյանքը, իր ուրախությունը, իր զավակներին, գիտակցաբար գնում է մահվան։ Այսինքն մահապարտին չի նշում, մահին պարտություն մատնող։ Ուրեմն Հիսուսն էլ եկավ մեղքին ու մահվանը մատնության մատնելու, հաղթելու եւ այդ հաղթական զենքը տվեց մարդուն։ Եվ դրա համար Պողոս առաքյալը մեկ ուրիշ տեղ ասում է. «Մահ, ուր է քո խայթոցը, այլևս ես քեզանից չեմ վախենում»։ Եվ երբ որ իր մասին խոսում է, ասում է. «Ես իմ բարի պատերազմը մղեցի, հիմա էլ գնում եմ իմ պսակը ստանալու, սպասում եմ իմ պսակին»։ Ուրեմն յուրաքանչյուր քրիստոնյա այդ զորություն ունի։ Հիսուսից ավելի զորավոր մեկը մեր կյանքում չկա, որ կարող է մեզ համար զոհաբերել։ Տեսեք, ինչպես է Պողոս առաքյալ այս ամենը Հռոմեացիների նամակի մեջ բացատրում։ Ասում է, բայց հիմա առանց օրենքի էլ Աստծո արդարությունը հայտնված է, օրենքի եւ մարգարեների վկայությամբ, որովհետեւ Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոս եղած հավատի միջոցով է բոլոր հավատացյալների համար։ Չկա ոչ մի խտրություն, որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկվեցին Աստծո փառքից, բայց նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկության։ Ուրեմն բոլոր մարդիկ էլ, ասում եմ, մեղք գործեցին, չկա մի մարդ, որ մեղք չգործի, բայց բոլորն էլ արդարացան առանց խտրականության, թե հրեան, թե հեթանոսը, թե կանայք, թե տղամարդիկ, երեխաները, ծերերը, ստրուկներն ու ազատները Հիսուս Քրիստոսի փրկagorցություն։ Տեսեք, բոլորը մեղք գործեցին, նախ մեր նախածնողները եւ նախածնողների միջոցով մեղքը մտավ աշխարհ եւ գնալով ավելի շատացավ։ Հիշում եք, ես ասել եմ, երբ որ Աստված մարդուն զրկեց անմահությունից, մարդու կյանքը սահմանեց 1000 տարի։ Այսինքն, երբ որ մարդը ծնվում է աշխարհ, կարող էր 1000 տարի ապրել։ Ոչ ոք մարդկանց մեջ չապրեց այդ 1000 տարին։ Անգամ առաջին մարդը Ադամը ապրեց 930 տարի։ Եվ երբ որ նայում ենք արդեն հետագա սերունդները, կամաց տարիները կրճատվում եւ այսօր Դավիթ մարգարեն ասում է մարդու կյանքի տևողությունը դարձել է 60-ից 70 տարի։ Սա է մարդու կյանքի տևողությունը։ Եվ շեմը գնալով ավելի է իջնում, երբ որ մենք հաշվի առնենք պատերազմները, բնական աղետները, սպանությունները, դաժանությունները, մարդկային համաճարակներ, կտեսնենք, որ ավելի քիչ է ապրում մարդը այս աշխարհի մեջ։ Եվ ինչպես որ Սուրբ Գիրքն ասում է, մեղքի վարձը մահն է։ Ուրեմն եթե մեղք ես գործում, Աստված մարդ հարաբերությունը խաթարվեց, չէ՞։ Տեսեք, Աստված եւ մարդը դրախտում ընտանիքի պես էին ապրում, բայց երբ որ մեղանչեցին, այդ ընտանիքը բաժանվեց։ Աստված մարդուն իր ներկայությունից դուրս հանեց, եւ ով պիտի գար նորից միացներ Հիսուս Քրիստոսը։ Միայն Հիսուս Քրիստոսով մարդ եւ Աստված նորից վերադարձան ընտանեկան ջեր միջավայրի մեջ եւ ընտանիք այս աշխարհի մեջ դարձավ եկեղեցին, որտեղ որ մարդը եւ Աստված հանդիպում են, Գարեգին առաջին կաթողիկոս մեր Սուրբ Սեղանը Աստվածային շնորհի եւ մարդկային տկարության հանդիպման վայրն է։ Ուրեմն Աստվածային շնորհը Սուրբ Սեղանի վրա հանդիպում է մարդկային տկարությունը, ծառայությանը եւ Աստված մարդուն նորից զորացնում է, մաքրում է, սրբագործում է, թույլ է տալիս, որ այս աշխարհի մեջ մարդն ապրի։ Ուրեմն Աստծո փրկagorցման գործը ավելի մեծ էր այս պատճառով, որովհետեւ իր որդուն զոհաբերեց։ Ո՞վ է այսօր պատրաստ իր զավակին զոհաբերել անծանոթ մարդկանց համար։ Ոչ մեկ։ Մենք պատրաստ ենք մեռնել մեր զավակի համար, բայց մենք մեր զավակի մահը չտեսնենք։ Բայց Աստված իր ամենաթանկ, իր միածին, միամորիկին տվեց աշխարհի փրկության համար, որպեսզի մարդիկ փրկվեն, հավատալով փրկվեն, բայց մարդը ցավոք սրտի այդ ամենը չհասկացավ։ Եվ տեսեք, ասում է մյուս ուրիշ տեղ Պողոս առաքյալը,
Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լիներ, որ մենք փրկվեինք։ Չկա այս աշխարհի մեջ որևէ մեկը, ում միջոցով կարող ենք փրկվել։ Դա միայն Հիսուս Քրիստոսն էր, ում միջոցով պիտի կարողանայինք փրկվել։ Մի հետաքրքիր պատմություն պատմեմ հասկանալու թե ինչքան մեծ է Աստծո սերը։ Մի օր մի մարդ փողոցով անցնելից մեքենան հարվածում է, վնասվածքով իրան տանում են հիվանդանոց, երբ որ վիրակապում են ձեռքը, սա իմ ամենասիրած պատմություններից մեկն է։ Նայում է ժամացույցին, ասում է, որ խնդրեմ, արագ կփաթաթես ձեռքս, ասում է, որովհետև պիտի ժամը 4-ին ես ծերանոցում լինեմ, որպեսզի կնոջս հետ ընթրեմ։ Ասում է, բա ինչու է կինդ ծերանոցում, ասում է, որովհետև հիշողությունը կորցրել է, ոչ ոքին չի ճանաչում։ Ասում է, բա քեզ ճանաչում է, ասում է, չէ, ինձ էլ չի ճանաչում։ Ասում է, ինքը գիտի, որ դու իր ամուսինն ես, ասում է, չէ, չգիտի։ Ասում է, բա որ չի ճանաչում, չգիտի, դու ինչու ես գնում։ Ասում է, բայց հո ես գիտեմ, որ ես իր ամուսինն եմ։ Ես հո գիտեմ։ Հիմա տեսեք, մարդկությունը այսպես է սիրելիներ, կորցրել է հիշողությունը եւ չի ճանաչում Աստծուն։ Այն գործերը, այն ամեն բան, որ արված է մարդու համար, մարդը այս ամենը մոռացել է եւ չի ճանաչում, կորցրել է հիշողությունը։ Այսօր մարդը ապրում է օրով եւ այսօր շատ հաճախ է լսում ենք մարդկանց, ասում պետք է այսօրվա օրով ապրես, կեր, խմի, քեֆ արա, չգիտես վաղ ինչ կլինի քո գլխին։ Ինչի է սա ասում մարդը, որովհետեւ ինքը անհանգստացած չէ հոգու փրկությամբ, իր հավիտենական կյանք իրեն չի հետարկում։ Շատ հաճախ լսում եմ մարդկանց ասում են, որ ասում եմ, այս մեղքը մի գործ, օրինակ մի ծխի, մի խմի, հերիք հայոյես, այ ախպեր ասում եմ, վաղը մեռնել կա, պետք է ուտես, խմես, քեֆ անես, ինչ գիտես, վաղ ինչ մնի, կուշ, ասում եմ, հո աշկս ծակ չեմ մեռնել։ Տեսեք մարդը ինչեր է մտածում այս աշխարհի մեջ։ Ինչու, որովհետև մարդու աչքերը նյութականացած են այսօր։ Ինչ որ ինքը նայում է, նյութի է նայում, ինքը հոգևոր ոչինչի չի նայում։ Օրինակ, եթե բժիշկը հիվանդի մենակ մարմինը տեսնի, ինքը չի կարող բժիշկը չի կարող հիվանդին բուժել, որտեղ այդ հիվանդի մեջ նրա հոգին էլ պիտի տեսնես։ Եթե հոգևորականը մարդուն միայն ֆիզիկական իր խնդիրները նայի տեսնի, ինքը չի կարող նրան բուժում առաջարկել, որտեղ մարդու խնդիրները հոգևորից են գալիս։ Եթե հոգուտ մեջ ինչ որ բան խախտվել, օրինակ ժամացույցը, եթե մի փոքրիկ մաս խաթարվում է, ժամացույցը չի կարող ճիշտ, կամ առաջ են գնում, հետ են գնում, ժամերը խառնում են, այնպես էլ մարդու կյանքն, եթե հոգուտ մեջ չկա այդ ներդաշնակությունը խառնված է, մենք այդ ամեն ինչը կորցնում ենք։ Դրա համար Հիսուս Քրիստոս եկավ, որ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա։ Տեսեք, չեն կարող ասել, ես կարող եմ բարի գործեր գործել ու փրկվել, չեմ կարող ասել, ես սրբության կյանք ապրեմ, միայն Հիսուս Քրիստոսով կարող է մարդը փրկվել։ Դրա համար ասում է, չկա աշխարհում ուրիշ անուն, որով նա կարող է փրկվել։ Եվ ինչ էր նշանակում քրիստոնյա, չէ՞։ Քրիստոս ինը, այսինքն Քրիստոս նրա մեջ։ Քրիստոս եկավ մարդու մեջ բնակվելու համար եւ անցյալ անգամ ասենք, չէ, որ հավատում ենք առաջի բանը իր որդու անունն ենք ստանում, քրիստոնյա, այսինքն մենք դառնում ենք օծյալ եւ Քրիստոս գալի բնակվում է մեր մեջ։ Եվ Պողոս Արաքյալը Գաղատաց նամակը հիշում եք, ասում այլևս չկա խտրականություն, ոչ իրայի, ոչ ընդ մեկ անգամ Քրիստոսին հավատալով, այլևս Քրիստոս է, որ ապրում եւ գործում է ձեր մեջ։ Մեկ անգամ հավատալով, վստահելով, մենք թույլ ենք տալիս, որ Քրիստոս գա ու բնակվի մեր մեջ։ Եվ դրա համար էլ մենք պիտի այնպես անենք, որ ամբողջ մեր կյանքը կենտրոնացած մի Քրիստոսի մեջ եւ մեր փրկagorցումը նրա արյան միջոցով է։ Ուրեմն տեսեք, միայն մահը բավական չէ։ Տեսեք, ասաց չէ, զոհաբերություն են անում կենթանի արյունով, բայց կենթանի արյունը մեղքից կարող է մաքրել, բայց չէր փրկում։ Ուրեմն Քրիստոսի արյունով ենք մենք փրկagorցված, այդ արյունն է թափված մեզ համար։ Եվ մեր փրկության մյուս կողմը այս արյան միջոցով մեղքերի թողությունն է։ Եթե Քրիստոս չզոհաբերվեր, մեզ համար արյունը չթափվեր, մարդը չէր կարող մեղքերի թողություն ստանալ։ Եվ սա ամենը կատարվում է Աստծո շնորհով, սիրելիներ։ Ինչու է մարդուն պետք, որ ինքը մեղքերին թողություն ստանա։ Երբ որ մարդը անդադար ինքը մեղքերի մեջ ապրում է, ինքը այդ մեղքի պատճառով ինքը սկսում է նաև հոգու աչքերը փակվել։ Ինքը այլևս չի տեսնում լույսը, որպեսզի գա, մինչև այն պահը, որ չխոստովանի։ Հիշում եք անառակ որդու դրվագը, երբ որ ընկավ խոզերի մեջ, ցածրացավ, տեղմի մեջ, կեղտի մեջ եւ խոզի ուտելիք էր ուտում, ասում է այդ ժամին հիշեց։ Ուրեմն որպեսզի մարդը այդ վիճակին չհայտնվի, կենթանիներին չհավասարվի, ինքը միշտ պիտի խոստովանի ինքն իրեն։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի մարդը նաև ինքնակնությամբ զբաղվի։ Օրինակ,
Շատ հաճախ տեսնում ենք հավատացյալ մարդիկ, նույնիսկ հոգևորականներ, որ իրենք խոսում են, քարոզում են, աղոթում են, բայց իրենք իրենց սխալներին չեն անդրադառնում։ Միշտ ուրիշների մեջ սխալները տեսնում են, քննադատում են, իրենց կյանքի մեջ այդ նույն սխալները կան, բայց իրենք չեն տեսնում, որովհետև մեղքը կարող է նույնիսկ բնական դառնալ մարդու մեջ։ Երբ որ թույլ տաս, որ ինքը արմատները լավ, խորը գցի քո մեջ, քեզ կթվա դու ճիշտ ես, այդ ամենը ճիշտ գործողություն է, որ դու անում ես, բայց իրականում դա քեզ խանգարում է ճշմարտությունը տեսնել։ Դրա համար յուրաքանչյուր քրիստոնյայի կարևոր գործերից մեկն է աղոթելու ձատ միշտ ինքնակնությամբ զբաղվի։ Օրինակ Հովան Ոսկեբերյան Հայրապետն ասում է, երբ որ պարկում ես անկողին, ասում է մի պահ պատկերացա, որ դու դագաղի մեջ ես պարկած։ Եվ սա կարող է քո վերջին օրը լինել։ Քննիր քեզ, հասկացիր այսօրվա մեջ դու ինչ ես արել եւ մի պահ կշռիր քո կյանքը, արածդ օրվա բարի գործերը եւ սխալներդ, մեղքերդ, տես որն ավելի ծանրակշիռ քո կյանքի մեջ։ Այ եթե մենք ամեն օր մեզի քննենք այսպես ամեն երեկո, կտեսնենք ինչ հետաքրքիր։ Մի օր երկու ընկեր պայմանավորվում են, որ ով ինչ մեղ գործի, մի հատ բանկայի մեջ 100 դրամանոց են գցում։ Եվ երեկոյան տեսնում որ լցվեց ու սարսափում են իրենցից։ Մեկ օրվա մեջ բանկան լցվեց։ Երբ որ դու անդադար, ահա, մեղքը գորի գցում ես կոպեկը, մեկ էլ տեսնում ես, որ շատացավ։ Ինչու, որովհետև ամեն տեսակ է ինչ որ սկզբում ասի, տեսանելի թե անտեսանելի մեղքը միշտ գալիս է մեզ, մենք այնքան ուժեղ պիտի լինենք, որ կարողանանք դիմագրավել այդ ամեն ինչին։ Եվ դա միայն Հիսուս Քրիստոսով մարդ կարող է, թե Հիսուս Քրիստոս քեզ առաջնորդում է։ Եթե ոչ, մենք չենք կարող։ Տեսեք, երկրորդ Կորինթացիների նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է. «Քանզի Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշվի չառավ նրանց մեղքերը, որ տվեց մեզ հաշտության խոսքը»։ Հիսուս Քրիստոսով ուրեմն հաշտեցրեց, ու էլ հաշվի չառավ մեր մեղքերը։ Մենք մարդիկս կարող ենք այդպես վարվել։ Մենք ում էլ որ ներում ենք, մի հատ հաշվում ենք գործած մեղքերը, սխալները, ինչքան են ցավ պատճառել, երկար ժամանակ է պետք որ այդ մարդուն ներենք։ Նույնիսկ ամենահարազատ մարդիկ իրար չեն ուզում տեսնել մեղ գործելուց հետո։ Կարող են մի փոքրիկ խոսք ասես, ու մարդը քո հետ քենքշի, ող պահի այսպես։ Բայց տեսեք, ասում է, Աստված է, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց եւ հաշվի չառավ նրանց մեղքերը։ Ուրեմն ինչքան պիտի սեր ունենա Աստված մարդու հանդեպ, որ քո մեղքերը չհիշի։ Դրա համար Դավիթ մարքն ասում է Երանի այն մարդուն, ում Աստված իր մեղքերը այլևս մեղք չի համարում։ Երանի այդ մարդուն, որ իր մեղքերը այլևս մեղք չհամարվեն եւ Աստված մոռանա։ Եվ ինչ պիտի անենք մենք։ Պարզ մի բան։ Մայր Թերեզան ասում էր սուրբ լինելու համար պետք չի որ քուրձ հագնես, ծոմ պահես, պահ պահես, գնաս անտառների մեջ, քարայրներում որ սրբանաս, մեր պետք է պարզապես Աստծո կամքով ապրել, թույլ տալ, որ Աստծո կամքը քո մեջ գործի, քիչ հետո կամքի մասներ կխոսենք։ Տեսեք, ինչքան կարևոր է, որ ինչպիսի սեր մարդու հանդեպ, որ դու դեռ անկատար ես, հիվանդ ես, մեղքի մեջ թաթավ քեզ այդքան սիրում է, ինչքան կսիրի քեզ, երբ որ դու թողնես այդ բոլոր մեղքերը ու դառնաս իրեն։ Ու վստահությամբ եւ չթողնես, որ այդ քո մաքուր էությունը փշերը գան կամ մոլախոտը գա ու ծածկի քեզ։ Մենք շատ հաճախ մնում ենք այդ փշերի տակ ու չենք էլ հասկանում, որ այդ ամենով ծածկված ենք։ Իսկ տեսեք Երեմիա մարգարեն ինչի ասում։ Նրանց պիտի մաքրեմ այն բոլոր անիրավություններից, որ գործեցին իմ նկատմամբ, ու այլևս չպիտի հիշեմ նրանց հանցանքները, որ կատարեցին իմ հանդեպ, ապստամբելով իմ դեմ։ Իսկ Եսայի մարքն ասում է, եթե դու ձեր մեղքեր արյանպես են, ես ձեզ սպիտակ կդարձնեմ։ Եթե միայն դուք հավատակով մոտենաք, ինչքան գեղեցիկ է, չէ՞, ասում այլևս պիտի մաքրեմ, թեև ապստամբել են իմ դեմ, մեղք են գործել իմ դեմ, բայց ես կներեմ նրանց ու կմոռանամ։ Երանի մենք մեր կյանքը այնպես ապրենք, որ Տերը մոռանար այս ամենը։ Եվ եթե չենք մոռանում, մեղքերը ծնում են նոր մեղքեր։ Մենք ամեն անգամ մեղաներ, երբ որ կարդում ենք, Ես շատ հաճախ շատ մեղքեր չեմ էլ լսում, ինչովհետև չկան այդ մեղքերը այսօր մեր միջավայրում։ Դրանց ավելի սարսափելիները կան, ավելի վատ բաները կան այսօր։ Դրանք այդ մեղքերի ցանկը, որ կազմած է, որ մենք կարդում ենք, չէ, հոգու մեղքերը, մարմնի մեղքերը, մտքի մեղքերը, ձեռքերի, աչքի, այսինքն այս ամենը մարդկանց խոստովանությունների հիման վրա է կազմված։ Ուրեմն տեսեք, ինչ մեղքեր է գործել մարդը իր կյանքում, ինչ մեղքեր է գործում այսօր։ Այդ բանաձևը Գրիգոր Տաթևացու կազմածն է, այսինքն մոտավորապես 700 տարի է անցել
Եվ 700 տարի մեջ մեղքեր ինչքան են զարգացել, ինչ տեսակներով, որ ամեն անգամ ասում ենք հպարտությամբ եւ սրանց տեսակներով, այսինքն հպարտությունը մենակ այդ բառը չի հպարտ, ինքը տեսակներ ունի, թաքնված տեսակներ, նախանձը, մենք ինչ ասենք բարի նախանձով ենք նայում, նախանձը բարի չի լինում, նախանձ է եւ դրա մեջ ատելություն կա, որ դու չես կարողանում անել, օրինակ շատ բարձ չէ, երբ որ մարդիկ խոսում են ինչ որ մեկի մասին, այս հենց արեց, նենց արեց, ինքն էլ էր դա անելու, բայց ինքը հնարավորություն չունեցել անելու, ամենապարզ օրինակը բոլոր մարդիկ էլ ուզում են իրենց երեխաները բանակ չծառայեն։ Եթե մեկը հաջողացրել է իր երեխային բանակ որ չծառայի, նրան ինչ ասես, բայց իրենք էլ են նույնը ուզել, բայց կարծապես չեն կարողացել։ Այս սա մեծ խնդիր է մեր կյանքի մեջ, երբ որ դու չես փորձում մաքրվել եւ անդադար ինչ որ մեկին մեղադրում ես։ Շատ գեղեցիկ մի հոգեվոր ֆիլմ կա Օստրով, եթե ժամանակ ունենաք, նայեք այդ ֆիլմը։ Այնտեղ մի հետաքրքիր դրվագ կա, խոսում են ճգնավորը, որ սրբակենցաղ է եւ մյուս բանականը, որ մեղքերի մեջ է։ Եվ տեսեք, ասում է, ես էլ եմ ուզում ասում քո պես լինեմ, բայց չի ընդունում Աստված իմ զոհաբերությունները։ Իսկ հարց ինչու չի ընդունում։ Դու ճիգ դրեցիր, ջանք թափեցիր, որ Աստված ընդունի։ Ուզելը մեկ բան է, գործելը մեկ բան է։ Հասկացաք։ Այսինքն ես ուզում եմ սուրբ լինեմ, բայց նստածը տեղը սուրբ չես լինում։ Հիշում եք այդ կեսկատակ պատմությունը, որ մեկ աղոթում է Աստծուն, ասում է Տեր Աստված, խնդրում եմ, այնպես արա $1 միլիոն, $1 միլիոն դրամ այսօր շահեմ կամ գտնեմ, աղոթում արդեն մութը ոչ մի բան, ասում է լավ, այսքան աղոթեցի ինչու՞ չէ, կամ գոնե այնպես արա շահեմ։ Աստված մա տղա ջան, գնա գոնե մի հատ լոտո գնիր, որ շահես։ Այսինքն նստածը տեղը դու սուրբ չես կարող դնել, դու պիտի աշխատես դրա վրա։ Եթե դու քո այգին չմշակես, ամեն տեսակի խոտեր դուրս կգան, փուշ դուրս կգա։ Այնպես էլ հոգու դաշտն է այդպես, հոգու անդաստանն է այդպես, որպեսզի մաքրվես եւ Աստված չհիշի քո մեղքերը, քեզ մաքրված համարի, դու ինքդ պիտի ջանք թափես այդ ամեն ինչի համար։ Եվ եթե ջանք թափեցիր, Աստված էլ քեզ այդ ամենը կուղեկցի, կմոռանա, որ մենք մեղավոր ենք եղել եւ մեղքի պատճառով հեռացել ենք իրենից։ 8-րդ համարը, որ եւ առատացավ մեր մեջ ամենայն իմաստությամբ ու գիտությամբ։ Հիմա տեսեք, սիրելիներ, երբ որ մաքրեց, ամեն ինչը ասում է մեր մեջ առատացավ իմաստությամբ ու գիտությամբ։ Հիսուս մեզ գտավ այն ժամանակ, չէ, երբ մենք օրինակը շատ գեղեցիկ են հայացնում, երբ որ մենք մեղքի աղբակույտի մեջ ենք։ Փնտրեց այդ աղբակույտից, մաքրեց, մեզ հանեց։ Հասկացաք, խաչվելով իր մահվամբ, իր այրունով, որպեսզի շնորհ մետես առատանա եւ իմաստությունը, գիտությունը լսի։ Մեղքի կույտի մեջից։ Ինչու են այսպես օրինակը բերում, որ մարդը մեղքի աղբանոցում էր։ Ինչն ենք մենք նետում աղբանոց։ Այն իրերը, որ մեզ պետք չեն, չէ, ինքը աղբի է վերածված։ Ով է մեզ նետում աղբանոց։ Մեղքը։ Երբ որ մարդը կորցնում է իր նկարագիրը։ Մարդուն Աստված ինչպես ստեղծեց։ Իր պատկերով եւ իր նմանությամբ, այսինքն այս պատկերը, որ մենք ունենք, եւ նմանությունը, որ սրբությունն է։ Մենք այսօր կորցրել ենք սրբությունը եւ Հիսուս եկա, որպեսզի մեր սրբությունը մեզ վերադարձնի։ Այսինքն Աստծո ստեղծագործությունը, մենք պատարագին ինչ ենք ասում, իքույսի քեզ մատուցանեմ, չէ՞։ Այսինքն քոնը քեզ եմ մատուցում, այսինքն Հիսուս ինչ է ուզում ասել, որ քո ժողովրդին, քո ստեղծագործությանը հանեցի եւ նորից քեզ եմ մատուցում, Տեր Աստված։ Քոնը քեզ եմ մատուցում։ Ուրեմն այդ ժամանակ գտավ Հիսուս մեզ, երբ որ մենք այդ աղբակույտի մեջ ենք։ Եվ տեսեք Հովհաննես առաքյալն ասում է, մենք բոլորս նրա լրիվությունից ստացանք շնորհ, շնորհի փոխարեն։ Ուրեմն ոչ միայն գտավ մեզ, ոչ միայն հանեց, այլև ամբողջությամբ առատապես իր շնորհը թափեց մեր վրա։ Այսինքն կաթիլ չէ շնորհը տալիս մեզ, այլ առատությամբ լցնում է մեր վրա եւ այդ շնորհ ստացանք շնորհի փոխարեն եւ լրիվությամբ մաքրվեցինք ու ազատագրվեցինք։ Երբ որ հիվանդը վիրահատում են, երկար ժամանակ է չէ պետք։ Այսինքն այնպես դեղ չկա, որ սրսկես ու միանգամից մարդը հելնի, վազի, քայլի, այսինքն ժամանակ է պետք վերականգնվելու։ Հիսուս այդ ժամանակը չթողեց վերականգնել, միանգամից փրկեց, ազատեց ու տվեց մեզ, բայց մենք չպահեցինք։ Այստեղ է մեր խնդիրը, որ ինչը որ մեզ ձրիաբար է տրված, մենք դրա արժեքը չգիտենք։ Ինչը որ մեզ հենց այնպես տալիս են, երբ որ
մի նվեր, որ մենք արժանի չենք տալիս ենք, այսպես վերցնում միտեղ գցում ենք։ Կամ եթե մեր ուզած մարդը չի տվել, այսպես չենք էլ նայում այդ նվերին։ Բայց նվերն է մեզ ուրախություն պատճառողը, թե տվողը։ Ուրեմն տվողն է կարևորը, ոչ թե նվերի չափը, արժեքը, գինը, նվեր տվողն է կարևորը։ Հիսուս մեզ այդ նվերը տվեց։ Իր կյանքով մեզ կյանք տվեց։ Ինչպես որ մենք այսօր ապրում ենք ուրիշների կյանքով, չէ՞, այն տղաները, ովքեր զոհվեցին, մենք իրենց կյանքով ենք ապրում։ Իրենք զոհվել են, որ մենք ապրենք ֆիզիկապես։ Հիսուս մեր հոգևոր կյանքը փրկեց, մեղավոր կյանքը փրկեց, բայց նրանք էլ իրենց կյանքը զոհաբերեցին, որպեսզի մենք նորից հասկանանք, որ սա մեր մեղքերի պատճառով որ մենք կորցնում ենք այս ամենը։ Պատերազմները եւ հոգևոր են, եւ ֆիզիկական են, երբ որ դու հոգևոր պատերազմը պարտվում ես, ֆիզիկականը պիտի պարտվես։ Չես կարող։ Հոգևոր պարտությունից է, որ դու մեղքին, օրինակ, տղամարդ է, որ կամ որևէ մեկ, որ այսօր շատ են համ տղամարդիկ, համ կանայք էլ ծխում են։ Երբ որ դու չես կարող մի փոքրիկ գլանակ քեզ կապելա ու քեզ ստրկացրելա, դու չես կամ իրենց հրաժարվես, դու չես կարող վախից հրաժարվել, որովհետև մեղքը մարդու մեջ վախ է բերում։ Ասում եմ մի փոքրիկ գլանակ, քեզ տրուկ է դարձել, մի օր չծխեմ կմեռնեմ, որ չծխեմ շունչս կկանգնի։ Ոնց, սուտ ասա, չկա այդպիսի բան։ Պարզապես այնքան է այս ամենը կապված մարդու մեջ, որ մարդը ինքը դրա մեջ իրեն երջանիկ ազգում եւ կարծում է թե ինքը դրանով ամեն հարց լուծում էր կյանքի մեջ, բայց հակառակը։ Տեսեք, այս փոքրիկ մեղքը չես կարողանում, ուրեմն մեծ պատերազմը դու չես կարող հաղթել։ Մեղքը դրված է մեր առջև, ընտրությունը մերն է։ Սատանան մեզ չի կարող ստիպել որևէ բան, երբեք նա մեզ չի ստիպել կամ պարտադրել, նա պարզապես առաջարկում է, ընդունողը մենք ենք։ Եվ չեն կարող որևէ մեկին մեղադրել կամ ինչու չասացիր, ինչու չլսեցի, ինչու ինձ մեկը չզգուշացրեց, զգուշացրել են, ասել են, ամեն օր են ասում այդ ամենը, բայց ընտրությունը ամեն դեպքում մնում է մեզ։ Աստված իր շնորհուրեմ առատությամբ թափում է մեր վրա։ Սա շատ կարևոր է, որ մարդը ստանա։ Եվ տեսեք, ասում է, ով դուք, սա Եսայի մարգարեի 55-րդ գլուխն է, ով դուք, որ ծառավ եք, գնացեք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացեք, գնեցեք ու կերեք առանց արտացի եւ առանց գինու համար վճարելու։ Ինչու է այս խոսքերը Եսայի մարգարեն հիմա այստեղ կարան։ Դուք, որ ծառավ եք, գնացեք ջուր, գնեք, արծաթ ունեցող, գնացեք, դա անվճար է։ Հիսուս ինչ էր ասում։ Ով ծառավ է, թող ինձ գա։ Այսինքն ինչքան է շնորհը ձրի, ով ծառավ է, եկեք, ձրի եմ տալիս այդ ջուրը, փող չեմ պահանջում, արծաթ չեմ պահանջում, առանց վճարելու ստանում եք այդ ամեն ինչը։ Շնորհը շատ կարևոր բան է, որ մարդն ունենա։ Եթե շնորհի տակ չենք, շնորհը մեր վրա չի գործում, մենք այդ ծառավը միշտ ծառավ պիտի մնա, չենք հագենալու։ Աղի ջուրը չէ, ինչքան խմես, հա ուզում ես խմես։ Մեղքը այդպես է, որ վարակվում ես այդ մեղքով, ինքը քեզ անդադար ստիպում է, որ դու խմես այդ ամենը։ Բայց որ պահին, որ դու դադարեցրեցիր, ինքը պիտի պայքարի քո դեմ, որպեսզի դու չկարողանաս հրաժարվել։ Ուրեմն հիսում է, եթե մեկը ծառավ է, թող գա ինձ մոտ եւ խմի, կհագենա, ոչ միայն կհագենա, այլև իր մեջից էլ կենթանի ջրերի գետեր ու աղբյուրներ կբխեն եւ ինքն էլ ուրիշին պատճառ կդառնա։ Շատ այս շնորհի պահը շատ կարևոր է մարդը օգտագործի։ Աստված ամեն օր շնորհը թափում է իր վրա։ Տեսեք, ասում է, ես իմ լույսը ծագեցնում եմ թե արդարի, թե մեղավորի վրա։ Լինում է, որ անձրևը գա, մեկը անմեղ է իր անձրևը ջրի իր այգին, մեղավորի այգիները չջրվի։ Չի լինում, չէ՞։ Այսինքն Աստված նույնիսկ այդ օրինակով է ցույց տալիս, որ բոլորի համար է, այսինքն ոմանց համար չէ այս ամենը։ Ոմանց համար չեմ պահել, բոլորի համար ես առատապես տալիս եմ այդ ջուրը խմելու, բայց մարդ ինքը պիտի գնա խմել։ Ինչպես որ խաչելության պարագային Հովան Ոսկեբերյան հայրապետն ասում է, ինչպես որ Ադամը կամավորապես գնաց, կենաց ծառից, քաղեց պատուղը, կերավ ու մահացավ, այնպես էլ խաչը կենաց ծառն է։ Քրիստոսը պատուղն է, ով որ Քրիստոսին մոտենա կամավորապես եւ ճաշակի, նա նորից կփրկվի։ Որովհետեւ սա շատ կարեւոր է, որ մարդն իմանա։ Հիմա ասում է իմաստությամբ եւ գիտությամբ, չէ՞, իմաստություն եւ գիտություն։ Ինչ է սա նշանակում։ Մենք ամեն անգամ ինչպես ենք սկսում դասը աղոթքը, հոր իմաստություն Հիսուս, այսինքն հոր իմաստությունն է Հիսուսը, որ տուր մեզ, չէ՞ որ բարին խոսենք, գործենք։ Սողոմոն իմաստունը ինչ էր խնդրում Աստծուց։ Իմաստություն, չէ՞, արդեն այդ իրան այդ անունով էլ դիմենք Սողոմոն իմաստ։ Ասեց ինչ որ ուզում ես խնդրի, ասեց
Ոչ մի բան չեմ ուզում։ Միայն իմաստություն տուր Տեր։ Իմաստություն եւ գիտություն։ Սա ինչ է։ Սա հոգու գիտությունն է, որ գալիս է Տիրոջից։ Օրինակ, Հիսուս երբ որ աղոթում էր Գեթսեմանի այգում, հիշում եք ինչ էր ասում, ասում էր շնորհակալ եմ, որ այս ամենը աշխարհի իմաստուններ ինչը հայտնեցիր։ Այդ բարձ մարդկանց։ Ինչու է սա հոգու գիտություն։ Ուրեմն մարդը, տեսեք, մենք շատ ենք չէ ուրախանում, բոլորս էլ ովքեր որ ծնող ենք, ուրախանում ենք, որ մեր զավակները լավ են սովորում, լավ գնահատական թվանշաններ են ստանում։ Ես այդ բառը միշտ գնահատական չեմ սիրում ասել, դա թվանշաններ են, որովհետև գնահատականը կյանքն է դնում։ Այդ թվերը սուտ են, խաբում են։ Ուրեմն տեսեք, մենք բայց ուրախանում ենք այդ բարձր թվերից, որ այս ինչ առարկայից այսքան ուրախացան, բայց մենք երբեք չենք հետարկում նրանց հոգու իմաստություն, նրանց հոգու ներսում ինչ է կատարում։ Կամ ընդհանրապես մարդուն մենք երբեք չենք գնահատել իր հոգու իմաստությամբ ու գիտությամբ։ Մարդը մի սովոր է մարդուն գնահատել իր հագ ու կապով, վարած մեքենայով, ունեցած պաշտոնով, ունեցած փողով, դիրքով, հեղինակություն, այդպես են։ Մենք մեծից մեկն ասում է մարդուն դիմավորում ենք արտաքին տեսքով, հագ ու կապով ճանապարհում ենք իր իմաստությամբ, որ հասկանանք այս մարդը ինչ արժեք ունի։ Օրինակ, եթե մեկը ինքը լավ մարդ չէ, լավ մարդ, այսինքն հոգևոր այդ իմաստությունը, գիտությունը չունի, ինքը չի կարող լավ հայր լինել, լավ ամուսին լինել, լավ ծնող լինել, լավ ղեկավար լինել, լավ հավատալ, եթե ինքը լավ մարդ չէ։ Չի կարող մեկը շատ լավ ուսուցիչ լինի, բայց վատ մարդ լինի։ Այդպես անհամատեղելի բան է, սա կամ լավ հոգևորական, բայց վատ մարդ չէ, անհամատեղելի բաներ են սրանք։ Ուրեմն մարդը այդ հոգու գիտությունը, իմաստությունը խնդրի, որ ամեն օր ավելացնի իր վրա։ Եթե Աստծո տա այդ իմաստությունը, կփոխի մեր կյանքը ամեն բան։ Եվ եթե այդ իմաստությունը կարողանան գտնել, այսինքն Հիսուսը գա մեր իմաստությունը դառնա, մեր կյանքի բոլոր ճանապարհների առաջնորդողը Հիսուս լինի, եւ մենք կարող ենք խաղաղություն գտնել ամեն ինչի մեջ։ Աշխարհում շատ քիչ թագավորներ են հանդիպել քրիստոնեությունից հետո, որ իրենց սեղանի անբաժան գիրքն է եղել սուրբ գիրքը, որ իրենք սուրբ գրքով են իրենց երկիրը ղեկավարել։ Հիմա օրինակը լավը չէ, բայց գիտեք, հանցագործ աշխարհում, բանտերում, մանավանդ այն մարդիկ, ովքեր հեղինակություններ են, իրանց կողքը միշտ սուրբ գիրքը դրված է, իրենք միշտ կարդում են եւ փորձում են այդ ճանապարհով ճիշտ ղեկավարել։ Եվ ինչու ենք սա մեր բարձի գիրքը, Գարեգին առաջին ասում է, Աստվածում պիտի մարդու բարձի գիրքը լինի։ Ամեն օր պիտի մարդը կարդա, մինչև մտերմանա այդ գրքի հետ, իր հարազատ ընկերը դառնա։ Ինչու որովհետև քեզ ամեն օր ինքը նախ իմաստություն է տալիս, նախ դժվարությունները հաղթահարելու, փորձությունների մեջ անսասան մնալու, նեղություն, պատերազմ, ամեն ինչ տենում են խաղաղությունը չկորցնել, որովհետև հասկանալու, գիտակցելու, որ վերջապես մենք Աստծո համար ենք ապրում։ Ինչ էլ որ լինի, մենք Աստծո համար ենք ապրում։ Մեռնենք էլ Աստծո համար ենք մեռնում, ապրենք էլ Աստծո համար ենք ապրում, այլ բանի համար չենք ապրում մենք։ Սա է մարդու նպատակը։ Դրա համար Ժողովուրդ գրքում Սողոմոնի իմաստուն ասում է, կա ժամանակը մեռնելու եւ կա ժամանակը ապրելու։ Այսինքն մեռնենք թե ապրենք Աստծո փառքի համար է։ Թե մեր ապրած կյանքը, թե մեր մահը պետք է ծառայեցնենք Աստծո փառքի համար։ Վերջին հատվածում էլի ասում է, որովհետեւ մենք կոչված էինք Աստծո գովասանքը լինելու, Աստծո գովքը երգելու համար ենք մենք կոչված այս աշխարհի մեջ լինելու։ 9-րդ համար, սիրելի։ Ճանաչեցրեց մեզ, ինչպես հաճել էր իրեն, իր կամքի խորհուրդները, նա դրանք նախապես սահմանել էր նրանով։ Ճանաչեցրեց մեզ, եւ ասում է, սա իր կամքի խորհուրդներն են։ Արդեն ասացի, չէ՞ որ խորհուրդ բառը ինչ է նշանակում։ Անտեսանելի բան, որ մեզ համար հասանելի է, չէ՞ դա խորհուրդ է, մի բան, որ մենք չենք հասկանում, դա խորհուրդ ենք ասում, բայց Հիսուսով ճանաչեցրեց մեզ։ Նորից կարդամ, տեսեք, ասում են, ինչպես հաճել իրեն իր կամքի խորհուրդները նրանով։ Ուրեմն ինչպես հաճել իր կամքի խորհուրդ։ Տեսեք, Աստված մի գեղեցիկ մեծ ծրագիր ունի մարդու փրկության համար։ Անցյալ դասին ասացի, որ այդ ծրագիրը ոչ թե Ադամի մեղանչելուց հետո Աստված կազմեց, այլ աշխարհի արժանանալուց այդ ծրագիրը արդեն կազմված էր, որպեսզի մարդկանց կարողանա փրկել։ Եվ դա միայն Հիսուս Քրիստոսով հայտնեց իր կամքը։ Տեսեք, հիմա կարդամ ձեզ Կողոսացիների նամակը, ասում է. այն խորհուրդը, որ ծածկված էր դարերից եւ սերունդներից, եւ որ այժմ հայտնվեց
իր սրբերին Աստված ուզեց ցույց տալ նրանց, թե փառքի ինչ ճոխություն կա այս խորհրդի մեջ հեթանոսների համար եւ այդ խորհուրդը այս է Քրիստոս փառքի հույսը ձեզ համար։ Տեսեք, դարերից եւ սերունդներից թաքնված էր այս խորհուրդը։ Հասկանալի չէր, մարդիկ չգիտեին, լսել էին, պատկերացում ունեին։ Օրինակ, երբ որ Պողոս Առաքյալը գնում է Աթենք քաղաք քարոզելու սիրելիներ, մարդիկ չէին հասկանում, գիտեք, Հիսուսի խաչը կամ Հիսուսի մասին խոսելը հрьяաները հիմարություն էին համարում։ Երբ որ տեսավ մարդիկ ուզում են հավաքվել են քիչ իրան քարկոծան, ասում են, տեսեք, այնտեղ բագիններ կային, մեծ քարեր կային, որ գրված էր Արևի Աստծուն, Կրակի Աստծուն, չգիտեմ այսպես, եւ մեկի վրա գրած էր անհայտ Աստծուն։ Ասում է, ես ձեզ այդ անհայտ Աստծուն մասին եմ խոսում։ Ուրեմն մարդիկ գիտեին, որ աշխարհում կա ճշմարիտ Աստվածը, կա այդ փրկությունը, չգիտեին, ծածկված էր եւ տեսեք, ասում է Հիսուս Քրիստոսով, այդ խորհուրդը, որ դարերից եւ սերունդներից թաքնված էր, բացահայտվեց ձեզ Քրիստոս հույսը, որ ձեզ փրկի։ Ուրեմն հույսը բերեց, որ Քրիստոսով մենք բոլորս կարող ենք փրկվել եւ առաջնորդվել դեպի հավիտենական կյանք։ Ուրեմն ինչ է սա։ Աստված իր իմաստությունը, այս որ հիմա ասում է բացեց իր կամքը, թաքցնում է հպարտ մարդկանցից, ծածկում է, թույլ չի տալիս, որ հպարտ մարդիկ այդ իմաստությունը, մարդը պիտի խոնարհության միջոցով հասնի այդ իմաստությանը։ Եվ այն մարդը, որ ուզում է լինել այդ իմաստության մեջ, եւ Աստծո կամքն է, որպեսզի յուրաքանչյուր մարդ ինքը բովանդակվի, ամբողջանա Քրիստոսի մեջ։ Ինչպես Հռոմեացին նամակի մեջ ասում է, ամեն ինչ նրա համար է, նրանից է, նրանով է եւ նրան փառք հավիտյանը սա։ Ամեն ինչ նրանով է, նրանից է, նրա համար է։ Եթե այս գիտակցությունը մարդ ունենա, ուրեմն այս ծրագիրը իր համար հասանելի կլինի, կճանաչի Աստծո կամքը, չէ՞։ Մենք ինչ ենք ասում, Աստծո Հայր մեր, որ երկնքում ես, թող քո կամքը լինի, ինչպես որ երկնքում է, այնպես էլ երկրի։ Այսինքն Քրիստոսով երկինքն ու երկիրը ամբողջանում են, մեկ են դառնում։ Ուրեմն տարբերություն չկա, դու երկրաքաղաքացի ես, թե երկնակաղաքացի, դու նույն բովանդակության մեջ ես։ Հիսուս Քրիստոս քո մեջ բնակվում է եւ դու Հիսուս Քրիստոսով արդեն համարում ես երկնակաղաքացի։ Տեսեք, մենք հիմա ապրում ենք այս աշխարհի մեջ։ Ինչքան բաներից ենք, չէ՞, հրաժարվել։ Չէ՞, հրաժարվել ենք, չէ՞։ Ինչու ենք հրաժարվել։ Երկնքի համար, չէ՞։ Այսինքն Քրիստոսով մենք հասկացել ենք, որ այս ամենը անիմաստ է։ Եվ Պողոս Առաքյալը մեկ ուրիշ տեղ էլ ասում է, ինձ ամեն ինչ կարելի է, ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն բան չէ, որ մեր հոգու փրկության համար։ Մենք սա ենք հասկացել։ Երբ որ դու Աստծո ծրագիրը կարդում ես, հասկանում ես, որ այս անիմաստ չոր կողությունը սպահել ինձ ինչ է տալիս։ Նախ ես իմ խաղաղությունն եմ կորցնում, հետո էլ վատը իրար տենալուց չարությամբ ենք ապրում։ Օրինակ այսօր Հայաստանում ինչ է կատարվում։ Եթե մենք բոլորս ինչքան որ իրար ատում ենք, դրա փոխարեն սիրեինք, այսպես չէր լինի։ Այդ ատելության չափ, եթե կարողանանք իրար սիրել։ Սարսափելի ատելությամբ ենք մենք ապրում։ Բայց եթե փոխեինք այդ սերը մարդու հայրենիքի համար, մենք այսօր այսպես չենք լինի։ Հայրենիքը սիրելուց ավելի շատ իրար ենք մենք ատում։ Աստծուն սիրելուց շատ մենք իրար ենք ատում։ Աստծուն հավատալով անիծում ենք։ Դրա համար Հակոբոս Առաքյալն ասում է, չի կարող նույն բերանից եւ օրհնության եւ անեծքի խոսքեր դուրս գան, ինչպես որ նույն ակունքից չի կարող քաղցր ու աղի ջուր դուրս գա, դառը ջուր դուրս գա։ Չի կարող, ուրեմն նշանակում է դու այդ ծրագրին ծանոթացել ես, բայց այդ ծրագիրը կյանքի չես կոչել քո մեջ։ Մենք ընդհանրապես լսել ենք։ Օրինակ, երբ որ մենք ամեն անգամ գալիս ենք ամեն չորեքշաբթի սուրբ գիրքը լսելու, եթե մենք պիտի լսենք, արժեք չունի։ Դու տանն էլ կարող ես կարդալ այս ամենը կամ լսել։ Մենք գալիս ենք ոչ լսել, սովորել եւ գործադնելու համար, որպեսզի մենք սովորենք գործիքակազմը, ոնց ենք գործի դնում այդ ամենը։ Շատ հեշտ է։ Սիրիր ընկերոջդ ինչպես ինքդ քեզ ես սիրում։ Շատ հեշտ խոսք ենք ասում։ Կարող ենք սիրել։ Կարող ենք ներել օրվա մեջ 7 անգամ 70, կարող ենք ներել, չենք կարող։ Բայց կամած Սուրբ Գիրքն ասում է հավատքը լսելուց է զորանում։ Եթե հավատքը զորանում է, ուրեմն կարող ես, եւ այս կարող լինելու համար մենք պետք է այդ ծրագրին ծանոթ լինենք։ 10-րդ համարը, որպեսզի ժամանակն լրումին, ինչ որ երկնքում եւ ինչ որ երկրի վրա, ամեն ինչ Քրիստոսով բովանդակվի։ Ժամանակի լրանալուն, այսինքն երբ է ժամանակի լրանալը, երբ որ Քրիստոս գա, չէ՞, ի լրումն ժամանակը։ Այսինքն երբ որ այդ ժամանակը ով գիտի,
Ոչ ոք, ապրեք։ Մենակ Աստված գիտե այդ ժամանակը երբ է։ Եվ ո՞րն է այդ ժամանակը աշխարհի ստեղծագործությունից առաջ մինչև Հիսուս Քրիստոսի գալը։ Այս ընթացքում, որպեսզի մենք կարողանանք ինչ որ երկնքում է երկրի, ամեն ինչ Քրիստոսով բովանդակի։ Հիմա այս տողերը Պողոս Արաքյալը որտեղ էր գրում։ Անցյալ անգամ ասել եմ, բանտում էր, չէ՞, որ այս նամակը գրում էր։ Ուրեմն, տեսեք, ինչ հոգու թռիչք ունի Պողոս Արաքյալը։ Ինքը բանտում նստած 4 պատերի մեջ խցում փակված, ինքը միայն 4 պատ է տեսնում։ Բայց հոգու աչքերը ինչքան բաց են։ Ինչ հոգևոր մեծ դաշտ ունի, տեսողություն ունի, որ այդ պատերից ինքը դուրս է գալիս եւ տեսնում է գալիքը, որ Հիսուս պիտի գա ու ժամանակի լրումն ամեն ինչ պիտի Քրիստոսով բովանդակվի, երկնքում ու երկրի մեջ ամեն ինչ այդպես պիտի լինի։ Շատ հաճախ մարդկանց թվում է, թե բանտ ամենասարսափելի տեղն է։ Դե բանտը 4 պատեր կա, որ տեսնում ես ու գիտես ինչի համար այդտեղ բանտարկված ես։ Ամենավախենալուն անտեսանելի բանտն է, որի մեջ գտնվում ենք մենք այսօր սիրելի։ Մենք չունենք այդ պատերը հիմա, բայց մենք իրականում այդ պատերի մեջ ենք, դրա համար չենք կարողանում հոգու մտքի թռիչք ունենալ։ Եղիշտեն դրա համար ասում էր լավ է կույր աչքով, քան կույր մտքով, որովհետև այդ կույր վիճակը, մանավանդ հոգևոր կուրությունը, թույլ չի տալիս ավելին տեսնել։ Մենք անդադար ապրում ենք այս ժամանակավորի համար, ամբողջը նստում ենք ու որոշում ենք ինչ անենք, բայց տեսեք, ասում է Աստծո կամքը եւ նպատակը որն է աշխարհի ստեղծագործությունից մինչեւ Քրիստոսի ժամանակն լրումը։ Մեկ նպատակ, ամեն ինչ Քրիստոսով ու Քրիստոսի մեջ բովանդակություն ստանա։ Օրինակ այսօր մարդիկ ապրում են ձևով, չէ՞, ձևականությամբ, այսինքն իրենց ապրած կյանքի մեջ բովանդակություն չկա։ Արտաքին ձևը, երևույթը պահում են, բայց դատարկ են, սին են այդ ամեն ինչը։ Օրինակ ինքը այսպես գեղեցիկ շորեր են հագնում, զարդարվում են, բայց ինքը բովանդակություն չունի, հետը չես կարողանում խոսել շուտ, ինքը դատարկ է։ Մարդը խոսում է վեր զգացումներից, բայց ինքը զգացումով մի օր չի ապրել։ Ինքը իր հեռախոսը ավելի արժեքավոր է համար, քան մարդկային կյանքը։ Այսօր մարդկանց համար կենդանիները ավելի կարևոր են, քան մարդը։ Ամենտեղ տեսնում ես մարդիկ դրամահավաք են անում կենդանիների համար, թռչունների համար, բայց երբ որ գալիս է մարդու համար, բոլորը լռում են։ Որովհետև ինչն է, որովհետև արտաքին այդ ձևականությունը պահել ու պահպանել։ Եվ այդպես էլ կարա լինի, երբ որ մարդը եկեղեցի է գնում, դու այդ արտաքին ձևական կողմը պահում ես, շատ հաճախ տեսնում եմ մարդիկ մտնում են եկեղեցի, որ իրենք կանոնավոր եկեղեցին, տեսնում են հավատացյալները խոնարհվեցին, իրենք էլ խոնարհվեցին, խաչականգվեցին, իրենք, այսինքն այս արտաքին ձևականությունները պահեցին, բայց մենք չգիտենք խոնարհությունն ու երկրպագությունը ինչ ասել է։ Կամ գալ եկեղեցում խոնարհվել, երկրպագել, բայց կյանքի մեջ ամբարտավան լինել, սրանք տարբեր բաներ են։ Դրա համար տեսնում է, որ այս ժամանակի լրումին, երբ որ գա, ամեն ինչ պիտի Քրիստոսով բովանդակվի։ Դրա համար է ասում։ Ժամանակի լրումին ամեն ինչ պիտի բովանդակի։ Եվ ի՞նչն է այդ բովանդակությունը, որ Աստված ուզում է ամեն ինչ աշխարհում դնել Քրիստոսի իշխանության եւ տերության ներքո, որ Քրիստոսով կարողանանք այդ ամենը գտնել։ Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ, լինի թե երկնավորների, թե երկրավորների եւ թե սանդարամետականների, եւ ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս է Տերը իբարս Հայր Աստծո։ Տեսեք, ասում այնպիսի մի անուն տվեց Աստված, բարձրացրեց, որպեսզի թե երկրավորները, թե երկնավորները, թե սանդարամետականները, թե մեղավորները, թե հրյաները, թե հեթան, բոլոր մարդիկ խոնարհվեն Հիսուս, ծունկի իջնեն եւ խոստովանեն, որ Հիսուս Քրիստոս է Տերը իբարս Հայր Աստծո։ Այս սա է Աստծո կամքը, որ մենք կարողանանք մեզ տրված ժամանակը օգտագործել ճանաչելու համար։ Քրիստոսի առջև եթե մեկը ծնկի չի իջնում, ինքը մարդկանց առջև պիտի իրեն ստիպեն, որ ծնկի իջնի։ Եթե մեկը Քրիստոսի առջև չի խոնարհվում, ինքը խոնարհվում է կուռքերի առջև, մեղքի առջև, եւ մարդիկ իրենց խոնարհեցնում են, եւ մարդիկ այլևս չեն կարողանում բարձրանալ։ 11-րդ համարը։ Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակված բաժինը, ըստ առաջնորդության Աստծո, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն։ Այս համար եւ հաջորդ համարը, որ քիչ հետո կկարդամ, սա բացառապես հрьяաներին է վերաբերում։ Հрьяաների մասին է, եւ Պողոս Արաքյալ ինքն էլ էր, չէ, հрья, ամենահрья մարդն էր եւ ամենամաքուր հрьяաներ։ Ինչու է այս օրենք սա բերում։
Ինչի համար օրինակը բերեց։ Աստված ընտրեց հրեա ժողովրդին, ընտրեց, չէ, իր ժողովուրդը լինելու եւ իր միջոցով էր, որպեսզի իր ծրագիրը, իր կամքը կատարել Հիսուս Քրիստոս այդ ազգի մեջից պիտի դուրս գար։ Ուրեմն տեսեք, ընտրում է, որպեսզի ժառանգ դառնանք, հասկացաք։ Ընտրում ենք, Աստված մեզ ընտրել է ժառանգ դառնալ։ Օրինակ հրեաները իրենց առաքինությունները կամ իրենց լավ կյանքի համար չէր Աստված ընտրեց։ Աստված իր շնորհով է ընտրում, ով որ պահեց, պահեց։ Մինչև տեսեք Աբրահամը ազգություն ուներ, չուներ, չէ։ Ումից հրեաների Իսրայել անունի ումից սկսվեց։ Հակոբից, չէ, Իսահակի որդիները Եսավն ու Հակոբն էին, երբ որ Հակոբը մենամարտեց, հիշում եք, հետո ասես դու այլևս կոչես Իսրայել, որ նշանակում է Աստծո հետ մենամարտող։ Եվ մինչև այսօր Իսրայելը մենամարտում է Աստծո հետ, որովհետև Հիսուս Քրիստոսին այդպես էլ չճանաչեցին։ Եվ Հակոբից սկսվեց 12 իր որդիներով ցեղեր եւ ազգ այդտեղից ձևավորվեց։ Մնացած մարդիկ, օրինակ, մեր Հայկ Նահապետը հոր անունը ինչ էր։ Թորգոմ, չէ՞։ Հայաստան ինչպես է անվանում Թորգոմի տուն։ Ով էր Թորգոմը։ Նոյի թոռն էր։ Այսինքն նշանակում է մենք նույն ճյուղն ենք ունեցել։ Հայկ Նահապետը անաստված չէր, հեթանոս չի եղել, ինչպես որ մեր մասին ասում ենք հեթանոսներ ենք, հետո դարձան քրիստոնյա։ Մենք ճշմարիտ Աստված պաշտություն ունեցող ազգ ենք եղել։ Կամած կորցրել ենք պատմության ընթացքում ժամանակի մեջ մեր ինքնությունը։ Եվ հիմա տեսեք, ասում է 11-րդ համարի մեջ, որպիսի ամեն ինչ իր կամքի խորհուրդների նկատմամբ հաջողություն ունենանք։ Ուրեմն նրանով մենք էլ ժառանգ դառնանք, Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն հրեաները սիրելին, ինչ է ուրեմն սա նշանակում։ Հրեաները աշխարհում առաջինն էին, որ գիտեին Մեսիայի մասին, չէ՞։ Գիտեին եւ սպասում էին, բայց ցավոք, երբ որ Հիսուս եկավ, շատերը նրան չհավատացին։ Հիմա էլ կան մարդիկ հրեաների մեջ, շատ քրիստոնյաներ կան։ Եվ վերջապես Հիսուսի աշակերտները հրեաներ էին, 72 աշակերտ հրեաներ են, կանայք, որ հետևում են հրեաներին, շատ մարդիկ հավատացին։ Բայց ազգը ամբողջությամբ չհավատաց։ Դրա համար հիմա այստեղ բացառապես իրենց մասին է խոսում, որ բոլոր մարդիկ էլ իրենց օրինակով ընտրված են ժառանգները լինելու։ Հիսուս Քրիստոսի միջոցով մարդիկ դառնան ժառանգ։ Եվ մկրտության ժամանակ էլ Հայր Աստված մեզ որդեգրում է, եւ երկրորդ մենք Հիսուսի հետ դառնում ենք ժառանգակիցը։ Աստված իր շնորհով, ոչ թե մեր արժանինքներով, իր շնորհով մեզ ընտրում է իր որդիները լինելու համար։ Եվ այսօրվա վերջին համարը 12-ը, տեսեք, մենք նախապես Քրիստոսին հուսացողներս նախասանբանված եղանք գովելու նրա փառքը։ Ուրեմն առաջինը իրենք սկսեցին սпасել Մեսիային, բայց ասում եմ մենք նրա փառքը պիտի լինենք, նրա գովասանքը պիտի լինենք, այսինքն Աստծուն գովերքողը մենք պիտի լինենք, բայց չեղանք։ Հիմա մենք դարձանք քրիստոնյաներ, սիրելիներ։ Մենք մեր կյանքով Աստծո գովքն ենք, հա, ովքեր մարդիկ մեզ տեսնում են, գովաբանում են մեզանով Աստծուն, չէ, ապրենք։ Ինչու են այդպես անում, որովհետև մենք անունով ենք այդպես մնացել։ Ես այս բառը շատ եմ ասում մշակութային քրիստոնյաներ, բայց ցավոք սրտի մենք այդպես ենք ապրում, մշակութային քրիստոնյաներ ենք։ Մշակույթով կապված, անցյալով կապված, ներկայով կապված չենք։ Ամեն ազգ պետք է իր նախնիներին գերազանցի, իր քաջության, իր սրբության, իր պետք է գերազանցի, ոչ թե նախորդներով ապրել։ Անցյալապաշտությունը վտանգավոր երևույթ է։ Հասկացեք, սա վտանգավոր, երբ որ դու անդադար քո անցյալով հպարտանում ես, բայց ներկայում այդ ոչինչ չես փոխում, դու դատապարտված ես կորչելու։ Հրեաները իրենք առաջինն էր, որ սպասում էին Հիսուս Քրիստոսին։ Իրենք միակն են, որ ամեն ինչ գիտեին Հիսուս Քրիստոսի, Մեսիայի գալստյան մասին, բայց ոչինչ չարեցին։ Ասում եմ, մենք նախասահմանված ենք նրա փառքը գովերքելու համար, բայց չդարձան։ Այնպես էլ յուրաքանչյուր մարդ, ով որ ինքը քրիստոնյա է դառնում, մկրտվում է եւ անդամագրվում է Քրիստոսի բանակին, ինքը պարտավոր է այդ կյանքով ապրելու, ոչ թե ձևական անունն իմանալու։ Շատ բան իմանալը դեռ ոչինչ չի փոխում։ Սատանան մեզանից շատ լավ սուրբ գիր գիտի։ Ինքը Աստծուն անձամբ տեսել է, բայց ինքը միշտ հակառակն է անում։ Ուրեմն ես իմացությունը, տեսեք, իմաստությունը, եթե այն հոգևոր իմաստությունը, գիտությունը չունես, մենք էլ ենք այդպես լինում։ Մենք էլ ենք այդպես դառնում։ Ուրեմն մեզ տրվեց, բայց մենք չդարձանք այդպիսին։ Ինչքան վատ է, չէ՞, որ դու ինչ որ մեկի համար անդադար անում ես,
որ այս մարդը ուրիշ մարդ դառնա ու չի դառնում։ Կամ տեսնում ես շատ լավ բարեպաշտ ծնողներից մի սրիկա է ծնվում, մեծանում ու դառնում է ամոթանք այդ ծնողների համար։ Այնպես էլ մարդն է, քրիստոնյան է, ով որ ինքը Աստծո հանդեպ այդպես չի վարվում։ Եվ այս ամենի մի պատմությունով պատմեմ, վերջացնեմ։ Մի օր Աստված մարդուն ասում է. ինչ որ ունես ամենաթանկը տուր ինձ։ Ինչ որ քո սեփականն է, տուր, ասում է կյանքս տալիս եմ քեզ։ Ասում է չէ տղաս, ասում է քո կյանքը ես եմ տվել քեզ, դա քոնը չէ։ Ասում է սիրտս, հոգիս պատրաստ եմ տալու քեզ։ Ասում է բայց դրանք էլ են իմը, ես եմ դրել։ Դու քոն ինչն է, քո սեփականը ինչն է, տուր ինձ։ Մարդը մտածում, ասում է մեղքերս կարող եմ տալ քեզ։ Մեղքերն են մեր սեփականություն։ Եվ այսօրվա այս խորհուրդը Հիսուս Քրիստոսի մասին այսքան որ խոսեցի, մեկ նպատակը դա էր, որ մենք մեր մեղքերը հանձնենք Հիսուս Քրիստոսին, թույլ տանք, որ ինքը վերցնի մեր վրայից այդ մեղքերը եւ մաքրի մեզ, թողություն տա մեր մեղքերին, որպեսզի մենք իրականում մաքրամաքուր ներկայանանք իրեն։ Եվ ամեն մեկիցս կախված է ինչպիսին կլինի թե մեր ներկան, թե մեր գալիքը, որտեղ կհայտնվենք։ Սա շատ կարևոր է, ամեն մեկից է կախված սա։ Քրիստոնեությունը ինչքան որ անհատական է իր փրկությունը մարդու, նաև հավաքական է։ Ինչքան որ անհատապես ամեն մարդ ինքն իր համար պատասխանատու, բայց յուրաքանչյուր պատասխանատու ենք ամբողջի համար, որովհետև մենք այդ եկեղեցու մեկ քարն ենք։ Այս պատմությունը միտս եկավ պատմում։ Մի օր քաղաքապետը հրամայում է, ասում է ամեն մեկը քաղաքացի մեկ դույլ գինի պիտի բերի լցնի քաղաքի ամբարի մեջ։ Մի մարդ արթնանում է, ասում է, արի ես մի դույլ ջուր տանեմ, էլ այդքան գինու մեջ, ով պիտի իմանա ես ջուր եմ տարել։ Եվ տանում ջուր է լցնում, երբ որ երեկոյան գործընթացը վերջանում է, ամբարը բացում են, մեկ կաթիլ գինի չի լինում։ Բոլորը ջուր էին բերել։ Այսա մեր կյանքն է։ Այսինքն ամեն մեկս ասում ենք, դե իմ տարած ինչ պիտի լինի, հակառակը քո արած մեկ կաթիլը 1000 տոննա է դառնում։ Հազարավոր տոննաներ է դառնում Աստծո ձեռքի մեջ։ Եթե դու միայն դնես, չզլանաս այդ փոքրը տալ եւ չասես այ մարդ իմ տարած ինչ պիտի անի, չէ, քո տարածը կարևոր է։ Դու տուր, քո բաժինը դու տուր, թող մնացած Աստծուն, Աստված ինքը կտոնորինի։ Եվ Աստված ասում է. «Ես սիրում եմ նրանց, ովքեր կամավոր են անում այդ ամեն ինչ»։ Առանց ստիպելու կամավորաբար տալիս են այդ ամեն ինչ։ Եվ կապ չունի չափը։ Մեր Թերեզան ասում է չափը չէ կարևորը, այլ թե մենք մեր արածի մեջ ինչքան սեր ենք դնում։ Դա է կարևորը։ Կարող է մի փոքրիկ այսպես 4 կտոր հաց տալ, բայց մեջը անսահման սեր լինի։ Կարող ես տակ հաց թխած տալ մեկին, բայց չուզենալով դժկամությամբ տալ։ Դա արժեք չի դառնում մարդու համար։ Եվ այդ սերն է, Քրիստոս սերն է, որ բովանդակում է յուրաքանչյուրի կյանքը, թե այս երկրում, թե երկնքում վրա։ Թող Աստված բոլորիդ պահապանի, սիրելիներ։